Ակցիայի ալնվան դե ժամանակ առնում եմ։ Ակցիայից ակցիա են քաղաքացիները մտնում խանութներ, բանջարեղեն ու միրգ գնելու։ Կարտոֆիլ, գազար, կաղամբ, լոլիկ, ամեն ինչ թանկացել է։ Տարբեր մարդիկ ի վիճակի չեն նույնիսկ ինչ-որ մրգեր, բանջարեղեն գնել, որոնք կարող էին ժամանակին գնել։ Շատերը պատրաստ են նույնիսկ մի քանի կիլոմետր քայլել, միայն թե 100 դրամ էժան միրգ ու բանջարեղեն գնեն։ Ասում են շատ հաճախ դրանց հերթը չի էլ հասնում։ Ով ոնց կարողանում է, ճարը տեսնում է։ Քաղաքացին արդեն գոյատևում է։ Խանութում դրամապանակը շատ արագ է դատարկվում, իսկ գնումների զամբյուղը այդպես էլ չի լցվում։ Հայլուրի հարցախույզի մասնակիցների մեծ մասը պնդում է, էլ դիմանալու չեն թանկացումները։ Անընդհատ թանկացումներ են, անընդհատ թանկացումներ։ Բայց առանց ամոթի ասում են 60 թե 6% թե ինչ էժանացումներ են։ Դա լավ էլի ամոթելի սուդն ինչ է, տղամարդն էլ սուդ խոսա։ Թանկացումները անընդհատ գնում են։ Քաղաքական իրավիճակի ֆոնին համակերպվում ենք 5000 դրամով։ Եթե մենակ կանաչի ու դե կարտոշկա ու դե 5 օր գտիմանա էլ ինչս է։ Մեր հարցումներին մասնակցած երկու քաղաքացի են միայն, որ որևէ թանկացում չեն նկատել։ Ես չգիտեմ, ես չեմ զգում ոչ մի բան։ Լրիվ էլ լավ ապրում են։ 1000-ից մեկը լավ չի ապրում են էլ տալիս է, պետությունը տալիս է։ Պետությունը ոչինչ չի տալիս, դժգոհում են թոշակառուները, նույնիսկ չի հետաքրքրվում, թե ինչպես են գոյատևում։ Թող ինքը մեր թոշակով ապրի, տեսնենք ապրի։ Եթե հանկարծ ինչ-որ պրոբլեմ ունես բժշկական, ուրեմն դու կարող ես մահանալ, շատ հանգիստ։ Թանկացումներն էլ վրա չենք հասնում, մյուս օրը տեսնում ենք նոր բաներ։ Ամեն ինչ թանկացել է, բացի թոշակից, աշխատավարձից։ Եթե ես 40,000 թոշակ եմ ստանում, դրանով ապրում, կհավատաս։ 2 աչքս էլ վերահատել եմ։ 2 տեղ։ Ինչքան տեղ եմ տեսնում։ Ամենաէժան տեղը 2500 է։ Ոմանք էլ չնայած գիտեն թանկացումների մասին, անիմաստ են համարում բարձրաձայնելը։ Ոչ խորանում եմ, ոչ էլ։ Մեկը որ խոսեմ, ներվայնանամ, ումն է պետք։ Ոչ մի բան էլ ավելի կվատանա։ Ամեն ինչից հոգնել եմ։ Էսի չէ։ Միայն մթերքը չէ, որ թանկացել է, վարորդներն էլ բողոքում են բենզինի բարձր գներից։ Յոլակ է թանկ։ Տնտեսագետները սպասում են վիճակագրական նոր տվյալներին, որ պարզեն թանկացումներն արդյոք շարունակվելու են։ Այդ տվյալները մի քանի օրից նոր կհրապարակվեն, իսկ առայժմ Սովոր է հայ ազգը, ամեն դժվարություն հաղթահարի։ Աննա Գյուրնազարյան, Առաքել Օհանյան, Հայլուրի համար։